Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 7-ի համար։ Տեսնենք մեզ ինչ է սպասվում այդ օրը։ Եվ իհարկե ուզում նշել, որ ցանկանում եմ ամենայն դեպս անել շաբաթվա կանխատեսում երևի միայն օրվանները այդպես ժամանակ առ ժամանակ Facebook-ում կտեղադրեմ, այնպես որ կարող եք նաև գրանցվել Facebook-ում, որպեսզի իմանաք ինչ է սպասվում ձեզ այս կամ այն օրը։ Դե չնայած այնտեղ նաև կիսվում են այն տեսանյութերով, որոնք որ տեղադրվում են իմ բոլոր ալիքներում։ Միայն այնտեղ կյանք եւ ճշմարտություն ալիքը կփոխվի, կվերափոխվի ինքը, այսինքն թեմաները մոտավորապես նույնը կլինեն, բայց այդ ալիքը հիմնականում ինքը շատ երկար կմնա, երկար տարիներ, այսինքն եթե ես հանկարծ վարույթի մի ժամանակ որոշեմ դադարեցնել այս տեսանյութերը, այն ալիքը կմնա, գործելու ալիքը նույնպես կմնա, ովքեր որ հետաքրքրված են գործելով, շնորհակալ եմ, որ միանում եք, Facebook-ում տեսնում եք, որ կիսվում է, կանգնացրել էի, ճիշտ ասած, ինքը չի էլ աշխատում, ինքը մոնետիզացիան միացված էլ չէ, որովհետև դա ինքը չի աշխատում։ Ուղղակի ես ցանկացա կրկին սովորեցնել այն մարդկանց, ովքեր որ ցանկանում են գործել, իհարկե, կամ միգուցե այն ինչ որ ես եմ անում, ոգեշնչի դիմացինին եւ ինքն էլ որոշի անել։ Այդ ալիքը բացված է 2019 թվականին, արդեն 7-րդ տարին է այս տարվա, որ այդ ալիքը գործում է։ Դեռ այն ժամանակները այդքան նորմալ հեռախոսներ էլ չկար, նորմալ որակ էլ չկար, այդպես արվել է տեսանյութերը մինչև հիմա, երևի թե այդ նույն բաները մի փոքր կկրկնեմ հիմա, որովհետև հիմա դե արդեն գիտեք որակները բոլորը տարբերվում են եւ թարմանալու կարիք կա, որ մարդիկ նորմալ տեսնեն ինչ ես գործում։ Իհարկե։ Դե ովքեր որ ցանկանում են այդպես կարող են մնալ։ Դե իսկ լուսնային ալիքում այնտեղ շաբաթական եմ որոշել տեղադրել տղամարդկանց եւ կանանց համար։ Դե մոտավորապես որ ձեզ համար ֆիքսեք հա թե ինչ է ձեզ սպասվելու, այդպես։ Իսկ այս ալիքի շաբաթականը դեռ մի քիչ կասկածում եմ, շարունակեմ թե ոչ։ Հնարավոր է դեռ շարունակեմ, բայց ամենայն դեպս դիտողականությունը շաբաթ կիրակի օրվա բավականին ընկել է, չգիտեմ, միգուցե ուրիշ բան եք ուզում նայել, դա ես չեմ պատկերացնում։ Դե գլխավոր ոլորտներն են ընդհանրապես աշխատանք, ֆինանսներ։ Ըստ ինձ դրանք են գլխավոր ոլորտները մարդկանց համար, որ հետաքրքրվեն կա արդյոք թե ոչ։ Դե դիտողականությունը շաբաթվանի բավականին ընկել է, դրա համար շաբաթվանները այս շաբաթ չեղավ։ Դե պետք է այդպես հասկանալ, որ եթե ինչ-որ մի բանը դուրս է գալիս, ուրեմն դիտողականությունը դուրս այդքան էլ չի եկել, աշխատանքը շատ է։ Ընդհանրապես շաբաթականի համար բավականին շատ եմ խոսում, շատ էներգիա եմ վատնում, քան օրվանը տեսնում եք երկար ժամանակ ես միայն քարտերը տեղադրում եմ։ Իսկ այս քարտերը խոսում են, հա, որ պետք է ինչ-որ մի բան ասես այդ քարտի վերաբերյալ, թե ոչ։ Իսկ ամսվանները բնականաբար դեռ կշարունակվեն, այնպես որ ամսվանները եւս այնտեղ փոփոխություն եմ անելու, կլինի նույնիսկ 12 կենթանագեր 12 ամսվա համար, 12 ոլորտների համար։ Բայց այդքան մանրամասն չեմ ասի, ուղղակի քարտի նշանակությունը կասեմ։ Յուրաքանչյուր մարդ այդ նշանակությունը պետք է վերցնի իր կյանք եւ հասկանա ինչ է դա իր համար։ Միայն մի ասեք էլի որ չի կատարվում կամ եւ այլն, որովհետեւ անհնարին է դա անգամ ինձ հետ որ կատարվում է, ասածս բառերով, տառերով նախադասության են ամենահասարակ պահով ինձ մոտ կատարվում է, ես չեմ պատկերացնում ձեզ մոտ ոնց կարող է չպատահել։ Դե ինձ թվում է շատերի մոտ է դա նույնը։ Բայց մյուսը ոչ միշտ է կատարվում, այն չինական հորոսկոպինը ոչ միշտ է կատարվում, բայց ինչ որ շորշոպ այդպես զգում եմ իր հետ կապված։ Ընդհանրապես ես լսում եմ, իմ լուսնայիններն էլ եմ լսում, որովհետև լուսնայինս բավականին արած է, հիմա ուղղակի մոնտաժային աշխատանքներն են գնում։ Հուսով եմ շուտով կավարտեմ, որովհետև հեռախոսիս մեջ էլ տեղ չկա, որ ես հիմա կարևոր գլխավոր մեծ կանխատեսումներ անեմ։ Այս երկու օրը հեռախոսս կմաքրեմ այդ լուսնայինով, որովհետև այնքան շատ եմ, որ ես հենց հիմա ձեզ ցույց տամ, չգիտեմ, երևի իջնում եմ։ Դեռ չի ավարտվում այդ տեսանյութերը, արած է, բայց մոնտաժած չի։
Դրա համար այդ ամեն ինչը կանեմ եւ աստղաբանության ալիքում սպասեք հետաքրքիր տեսանյութեր, շատ հետաքրքիր տեսանյութեր։ Հետո արդեն կերևա եւ արդեն կյանք եւ ճշմարտություն ալիքում բացարձակապես ուրիշ թեմա է այնտեղ լինելու, ուրիշ թեմա է խոսացվելու եւս հա ինչ որ մարդիկ կանց եթե հետաքրքրի կարող եք նաեւ բաժանորդագրվել բոլոր նորությունները, բոլոր տեղեկատվությունները ալիքների հղումները լինում են վերնագրի տակ, որ վերնագրի վրա սեղմում եք, ընդհանրապես գրված է, չէ, օրվա կանխատեսում վերնագրի վրա սեղմում եք, ներքևում բացվում է բոլոր ալիքների հղումները կան, Facebook այնտեղ ինչ որ կա, ինչ որ տեղեկություն կա, այնտեղ կա։ Այնտեղից կարող եք գտնել յուրաքանչյուր ալիքի հղումը, եթե ցանկանաք միանալ։ Որովհետև այնտեղ ամբողջությամբ ուրիշ դե թեմաներից կան, որոշ թեմաներ կան այնտեղ, որոնք որ ես արդեն խոսել եմ։ Դա ուղղակի գլոբալ է, ինչ որ կենթանակերպի չի նշանակում, հա, ինչ որ ոչ մի կենթանակերպ, ոչ մի օրվա ծնված, ոչ մի բան այդպես չի նշանակում։ Դա ընդհանրապես վերաբերվում է մարդկանց կյանքին, հա, կյանք եւ ճշմարտություն, այդպես։ Ինքը վերնագիրը հենց այդպես դրվել է հենց այդ թեմաների շուրջ, կյանքի մասին։ Այսքանը տեղեկատվության համար կարծես թե ընդհանրապես օրվան էլ էի ուզում անել, բայց ոնց հասկանում եմ կնյարդայնանամ, օր կլինի կլարվեմ, որ չեմ հասցնում անել։ Դրա համար թողեցի, բայց հա մտածում էի անել օրվանը, առաջ ինչպես էի անում, այդպես մտածեցի անեմ, բայց հետո դե փոշմանեցի, որովհետև անհնարին է դա այդքան անելը, այդ անհնարին է այդքան կազմակերպելը։ Նաև շնորհակալ եմ բոլոր բաժանորդներին, ովքեր որ ավելացել են, մի մոռացեք լայքել, մի մոռացեք բաժանորդագրվել, հա, որովհետև դա է ալիքը առաջ տանում։ Միայն այդպես, հա, գոնե այսքան խոսացածս, այսքան կանխատեսումներ, ինձ թվում է շատ մարդիկ կան, որ անգամ դեռ տեղյակ էլ չեն, որ նման կանխատեսումները տեղի ունենում YouTube-ում։ Դրա համար որ լայքեք, առաջ կգնա, մի նայեք, որ դա ձեր կանխատեսումը այդքան էլ լավը չեղավ։ Դա ինձանից չի։ Ձեր աչքի առջև քարտերը հանում եմ եւ այդ քարտերի նշանակությունը դեռ ես լիարժեք այդ քարտի վատ նշանակությունը չեմ ասում։ Հա, ինչ որ մարդիկ կան նայեն, ասեն նշանակությունները նորմալ չգիտի։ Բայց չէ, ես իրանց վատ նշանակությունները բացարձակ չեմ ասում։ Ինչ որ վերաբերվում է, հա, ավելի վատ բաներ կլինի։ Այդ վատ բաները նենց եմ ձևափոխում, որ ձեզ համար մեկ այլ բան է լինում։ Այսքանը։ Այ բերեմ կենթանակերպի նշանները։ Եվ մեկ բան էլ, եթե ինչ-որ թեմաներ կան, որոնք որ ցանկանում եք լսեք, ուղղակի ես կարող այս պահին չեմ մտածում, գրեք Facebook-ում, հա, Facebook-ում այնտեղ գրեք բարև ձեզ, հա, կխնդրեի այս թեմայի շուրջ խոսել։ Եվ վերջ, հա, ադմինը արդեն ինձ կփոխանցի, ես կհասկանամ ինչ են ուզում։ Թեկուզ երիտասարդները, հա, գուցե սիրային թեմաներ եք ուզում, ես այդպես չգիտեմ։ Գուցե ինձ վերնագրերով հուշեք այնտեղ, թե ինչ վերնագրեր կուզեիք լսել, ես էլ այդ վերնագրերով տեսանյութեր կանեմ։ Այնպես որ, հա, ամեն ինչը նայեմ ձեր հայացողությամբ, որտեղ ձեզ համար է սա, հա, դուք պետք է լսեք։ Այսքանը, հիմա արդեն անցնենք կանխատեսմանը, կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին փետրվարի 7-ին։ Ոյ, մի փոքր խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում այդ օրը։ Միգուցե դուք պետք է լինեք խորամանկ, հա, նաև չի բացառում այդտեղ խաբեություն լինի։ Եթե խաբեությունը այդտեղ փաստաթղթերի հետ կապված կարող է լինել, հա, ինչ որ բան ասել են, չեն արել եւ հիմա դուք կարող եք նաև վիճել տվյալ մարկանց հետ։ Եվ կարող է դուք եք խորամանկ եւ ինչ որ բաներ պետք է անեք, բայց փաստաթղթեր տանեք, այստեղ հասցնեք կամ նամակ եք գրում ինչ որ մեկին, հա, դա կարող է լինել արդեն սիրային թեմայի վերաբերյալ, հա, սիրային նամակ եք գրում խորամանկորեն ինչ որ հատուկ բառեր եք ընտրում, որ գրավեք տվյալ անձնավորությանը։ Եվ այդ օրը ոմանք ինչ որ ցուցակներ կկազմեն, բայց նամակագրական կապի մեջ կլինեն դիմացինի հետ, նաեւ դա կարող է լինել փաստաթղթերը ինչ որ դասավորեք, որովհետև աշխատանքային պայր չեն, հնարավոր նաև պոչտաները բացեն դեռևս ոչ նամակ ուղարկեք, ոչ նամակ դեռ ստանաք, հա այդպես։
Եվ ուշադիր եղեք այդ օր նաև վեճ կա, կարող եք վիճել դիմացինի հետ, կարող եք նաև ուղղակի տուն մաքրել։ Երկու տարբերակներն էլ այստեղ առկա են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 7-ին։ Խոչընդոտներ, երկերսանի մարդիկ, վայ։ Խոչընդոտներ կան այդ օրը, որոնք որ պետք է կարողանաք հաղթահարել։ Այս նման բաները նայենք, պարզ լինի բոլորիս։ Ժամի հետ է կապված, ժամանակի հետ է կապված, չեք տեղավորվում այդ ժամի մեջ, որ ինչ-որ գործեր անեք։ Իդեպ շաբաթ օրը մեր առևտրի օրն է, դրա համար շաբաթ օրը միշտ չեմ կարողանում այս շաբաթ օրվա կանխատեսումը անել, միշտ խոստանում եմ, բայց չեմ հասցնում, որովհետև յուրաքանչյուր շաբաթ, ոնց որ մեր առևտրի օրն է, կոչվում է շաբաթական առևտրի օր, չգիտեմ, ով է այդպես ապրում նաև, այդպես կանոններով, կանոնակարգված, մենք այդպես ենք ապրում, դրա համար շաբաթվանը միշտ չեմ հա։ Հիմա ժամի մեջ էլի խոչընդոտներ, կարող եք ինչ-որ մի բանը ժամանակի մեջ չտեղավորվել, որ անեք, նաև եթե ժամ եք պայմանավորվել այդ օրը հստակ, հա, այնպես արեք, որպեսզի չուշանաք, որտեղ այստեղ խոչընդոտները գալիս է ժամի հետ կապված, ժամանակի հետ կապված, ճիշտ դասավորեք ձեր օրը, որպեսզի կարողանաք հասցնել։ 3 երեսանի մարդիկ կան այդ օրը ձեր շրջապատում, կարող են ձեզ համոզել որևիցե հարցում, ինչ-որ մի բան առաջարկել, միգուցե աշխատանքի հետ է դա կապված, հա, աշխատանք առաջարկեն։ Մի խոսքով մերժելուց էլ, ընդունելուց էլ լավ երկար մտածեք, նոր հետո մերժեք կամ ընդունեք տվյալ մարդու առաջարկը։ Նաև այդ օրը ունեք այստեղ բավականին շատ աշխատանք, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, գնաք հարցազրույցի, աշխատանքի մասին խոսեք, նաև գնաք բժշկական կենտրոն, պետական հիմնարկություն դեռ բանկերը կան, որ բաց են, կամ պոչտա կարող եք գնալ, հա, դա եւս համարվում է պետական հիմնարկություն։ Եվ դե ովքեր որ ունեն բիզնես, ովքեր ունեն աշխատանք, հա, ձեր աշխատանքը այդ օրը շատ կլինի, շատ կաշխատեք, ովքեր որ պատվերներով են եւս աշխատում, եւս այդպես առաջ կտանեք ձեր գործունեությունը։ Շատ աշխատանք կա այստեղ, բարձրունք է սա, շատ եք անելու ինչ որ գործեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին փետրվարի 7-ին։ Շատ սեր, էմոցիաներ, միգուցե սիրահարվում եք։ Իդեպ ասեմ, եթե այստեղ սիրահարվածություն է կամ սիրո խոստովանություն եք ուզում անել, այ ձեր էմոցիաները արտահայտեք դիմացինին, այստեղ կկարողանաք հանգիստ անել, որովհետև այդ հնարավորությունը ձեզ կընձեռվի, որպեսզի դուք անեք։ Դե շատ սեր, 4 կողմից սեր, հարևաններից, աշխատանքի վայրից, յուրաքանչյուր տեղ, հա, նաև դա կարող է լինել սիրո խոստովանություն, ոմանք, հա, կամ ձեզ անեք, կամ դուք անեք, ձեր սիրելի մարդկանց հանդիպեք, կամ այնպիսի մարդկանց, ով ձեր հարազատներն են, հա, իրենց տեսնելուց ուրախանաք, բավականին էմոցիոնալ կլինեք այդ օրը, շատ էմոցիոնալ։ Նաև դա ինչ-որ գաղտնիք է, որ կարող բացահայտվում է այդ օրը այդ գաղտնիքը, սիրային կարող գաղտնիք է։ Նաև դա ինչ-որ բաներ կա ձեզ մոտ մութ է մնում այդ օրը, ինչ-որ բաներ անհասկանալի է, միգուցե սիրո հետ կապված է դա, ոնց որ չհասկացաք հիմա ինքն էլ ունի այդ զգացմունքները, թե չէ, հա։ Նաև դա ռոմանտիկ ժամադրություն է, քանի դեռ լուսինը մեծ է, կարող եք գնալ ռոմանտիկ ժամադրության, եւ դա հանդիպում ծնողի հետ։ Նաև այդ օրը ինչ-որ գործեր կհեշտանան, ինչ-որ բայր կհեշտանան, ինչ-որ ուզում եք անել, հա, ավելի հեշտ կստացվի ձեզ մոտ այն ինչ որ ցանկանում եք, հա, անել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։
Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 7-ին։ Շատ աշխատանք եք ունենալու այդ օրը, նաև կարող եք այցելել պետական հիմնարկություն, այստեղ կարծես թե անցյալի խնդիրներն են գալիս, միգուցե անցյալի հետ է կապված, միգուցե ինչ-որ մի բան ոնց որ չեք վճարել, հիմա պետք է վճարեք, կարող է նաև դա է, թողել եք այնտեղ, մի քանի օր առաջ պետք է վճարեք։ Նաև դա շատ աշխատանք է, եթե ունեք բիզնես, աշխատում եք, աշխատանքը առաջ կմղեք, կտանեք առաջ, նաև եթե պատվերով եք աշխատում, եւս պատվերներ կունենաք կամ ուղղակի աշխատանքը շատ կլինի, մարդը շատ է աշխատում եւ նաեւ կգնահատեն ձեր աշխատանքը այդ օրը։ Եվ անցյալի մասին կհիշեք, միգուցե անցյալի աշխատանքի վայրից են նաեւ ձեզ կանչում, որտեղ որ դուք նախկինում աշխատել եք։ Նաեւ ուղղակի կարող եք հիշել անցյալը, փորփրել անցյալը, ուղղակի այստեղ անցյալը ձեզ խնդիրներ ա բերում, անցյալը ձեզ դժվարություններ ա բերում, ինչ որ մանր-մուներ, որոնք որ միգուցե դուք ուզում եք մոռանալ, այդ պահերը, բայց նա ոնց որ էլի եկել է։ Այդպես անցյալը իր հետ բերում է մի խոսքով մանր-մուներ խնդիրներ ձեզ համար։ Կամ հիշում եք խնդիրները այնտեղ, անցյալի խնդիրներն եք հիշում այդ օրը եւ բնականաբար էլի նորից ձեզ համար սա մանր-մուներ դժվարություններ են։ Տեսնենք, եթե անցյալից աշխատանք ձեզ կառաջարկեն, այստեղ նաև կարող եք դուք ուղղակի կորցնել այն, չհամաձայնվել, հետո կարող եք մտածել, բայց ինչու չհամաձայնվեցի, արժեր համաձայնվել։ Տեսնենք, պես մի քարտը ինչ ասում է։ Դե այստեղ ավելի շատ նայեք ինչ որ մի բան է, որը որ ոնց որ ուզում եք անցյալից նախկին ինչ որ մի բան բերել ներկա, ոնց որ դա ձեր ցանկությունն է, որ կատարվի դա, բայց այստեղ խնդիրներ է ինքը ստեղծում ձեզ համար։ Միգուցե ուրիշ ձևով պետք է վերաբերվեք, միգուցե այստեղ կարող է աշխատանքն է, կարող է ինչ որ անձնավորություն է, միգուցե իրեն տեսնում եք էլի նորից խնդիրներն եք վերհիշում, հիշում եք, որ կա ամենայն դեպս ինչ էլ որ լինի ճակատագրական է դա ձեզ համար։ Ուշադիր եղեք այստեղ, որպեսզի այդ պահը չկորցնեք, այն որ ասում է այդ պահին կորցրեցիք, ճակատագրական քայլ արեցիք, ասիք չէ, ինձ դա պետք չի, ինձ դու պետք չես, հետո եք փոշմանալու, այդպես։ Ինչ որ նման պահ է յուրաքանչյուրի մոտ, թե աշխատանք, թե ինչ որ մեկը ում հետ որ չեք խոսել, թողել եք իրեն անցյալում նույնց եկել է։ Այդպես, ինչ որ մի բան է, որը չի իրականանում նաև, ինչ որ մի բան է, որ չի իրականանում։ Մի խոսքով օրը ձեզ ցույց կտա, այստեղ ինչ որ պահեր են, որ յուրաքանչյուր մարդու մոտ դա մի ոլորտ կարող է լինի, երբ որ լինի արդեն այդ ժամանակ նոր կհասկանաք, թե ինչի ուզում ընդհանրապես ձեզ ասեի։ Ինչ որ մի բան է, որը մարդու ցանկություն չի իրականանում, որ գայս անցյալից, չգիտեմ սա ինչ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին փետրվարի 7-ին։ Կզբաղվեք տան հարցերով, միգուցե տուն եք մաքրում, միգուցե տան իրերն եք տեղափոխում այս այն կողմ, ինչ որ գործողություններ եք անում, հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, ինչ որ մարդկանց տուն, նաև տեղափոխություն է սա, նոր բնական եք փնտրում, այդ գործերով եք զբաղված։ Տան անդամների հետ կամ կանցկացնեք այդ օրը շաբաթ է եւ կարող ցանկանաք ընտանիքի կամ առիթ է ընտանիքում կարող է տան մեջ։ Նաև այդ օրը ճանապարհ կգնաք, բավական ոգևորված կլինեք, որ ձեր գործերը անեք, ավարտեք, ինչ որ բաներ հասցնեք։ Նաև հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք։ Դե շաբաթ է դեռ առավոտյան աշխատում են, կարող ինչ որ բան եք, փաթեթ են ձեզ բերում տալիս, կամ ինչ որ բաներ եք պատվիրում, բերում ձեզ են տալիս։ Եվ ձեր կյանքում փոփոխություն է մտնում, փոփոխություն յուրաքանչյուր ոլորտում, այստեղ կարող է նաև տանից տուն եք տեղափոխվում, դա է ձեզ համար փոփոխություն, ուրիշ երկիր եք գնում, ուրիշ քաղաք եք գնում, դա է ձեզ համար փոփոխություն նշանակում։
Հղիություն, ծննդաբերությունը հնարավոր է նաև շատ արագ լինի, հա, այնպես որ ձեր չհասցնեք հասկանալ, թե ինչպես եղավ, որ երեխան արդեն ծնվեց։ Նաև դե հղիությունը նույնպես է, շատ արագ կարող եք հղիանալ, եթե ցանկանում եք հղիանալ։ Եվ դե փոփոխությունը նաև գլոբալ է, հա, ամեն մեկի մոտ ինչ որ մի բան է տեղի ունենում, որ մարդը մտածում է իր կյանքում մեծ փոփոխություն տեղի ունեցավ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 7-ին։ Բավականին առիթ կլինեք, նաև ճանապարհ կգնաք, նաև հյուրեր կընդունեք, այստեղ կարծես թե հյուրը, գիտեք, ձեզ համար խոչընդոտ է ստեղծում, այսինքն որ մարդու գործեր ունի եւ չի կարողանում անել, որովհետեւ դե հյուր ունի, այլ չի կարող ինչ-որ բաներ անել։ Ճանապարհը նույնպես, եթե ճանապարհ եք գնալու, ստուգեք ամեն ինչ նորմալ է, նոր հետո գնացեք, որ խնդիրների չբախվեք, որովհետեւ այնտեղ խոչընդոտներ կան։ Ապրանք կարող եք պատվիրել, հա, ինչ-որ ուտելիքներ կարող եք պատվիրել, բերեն ձեր տուն։ Նորություններ կլսեք։ Դե տեսնենք նաև ամենայն դեպս խոչընդոտները եւս ինչ ասում, ինչից է։ Ինչ-որ մեկին նամակ գրել, ինչ-որ մեկին SMS գրել, փաստաթուղթ գտնել, փաստաթուղթ քսերոքս անել, ինչ-որ արդեն փակ է այդ տեղը, որտեղ պետք է քսերոքս անեք, ինչ-որ փաստաթղթերի, նամակի գրանցման, հա, ինչ-որ բաների հետ է կապված դա թղթերի։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևէ աղջիկա հետ, տեսնենք ով է այս աղջիկը։ Քիչ դժվար կյանքով ապրող աղջիկ է, ում որ կարող եք հանդիպել, né, կարող ընկերուհի է, ով որ հա դժվար կյանք ունի, կամ քույր է կամ հա ինչ-որ մեկն է, ով որ մի փոքր դժվար է իր կյանքը։ Սա տղաների համար ճակատագրական հանդիպում է, հա, այդ աղջիկան։ Նա կարող է լինել, եթե միշտ տեսնում եք այդ աղջիկան, հա, ապա ինձ թվում է ժամանակն է, որպեսզի խոսեք այդ աղջիկա հետ։ Եթե ոչ, սա կարող է լինել նաև կարմայով, եթե տեսնեք եւ ուզենաք, հա, այդ օրը զգաք, որ ոնց որ 1000 տարվա ծանոթ եք, ապա դա կարող է լինել նաև կարմայով։ Կամ այս աղջիկն է ձեզ համար փորձություն, այս աղջիկն է ձեզ խնդիրներ ստեղծում ձեզ համար, այս աղջիկա հետ կապված ինչ-որ բեռ ոնց որ ձեր ուսերին է, հա, դուք պետք է խնամեք իրեն, դուք պետք է ինչ-որ մի բան անեք, հա, իր համար, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին փետրվարի 7-ին։ Ոմանք կարող է վիրահատության են գնում այդ օրը, ոմանք այստեղ վեճ է, որից հետո կարող է կտրուկ քայլ անել, հա, հանել այդ մարդուն, նաև սա ուղղակի կտրուկ քայլ է, կտրուկ փոփոխություն, կտրուկ ինչ-որ մի բան եք որոշել ձեր կյանքում փոխել հիմքից, հա, վերջ, կամ մազերից գույն եմ փոխում, կամ սա եմ փոխում։ Որոշում եմ ոնց որ անսպասելի կկայացնեք, հա, որ սա անում եմ շատ արագ այդպես։ Նաև դե ուշադիր եղեք սուր գործիքների հետ աշխատելուց, ովքեր հատկապես նման տեղեր են աշխատում, որ մշտապես այս սուր գործիքների հետ եք կապված, ապա մի զգուշ եղեք։ Դե նաև վեճն է սա, վեճն է ձեր զույգի հետ, հա, որ կարող եք իրարից այդպես կտրուկ հանել այդ մարդուն ձեր կյանքից։ Այդ օրը ոմանք ոչ նամակագրական կապի մեջ կլինեն, փաստաթղթեր կդասավորեք, գուցե փաստաթուղթ եք ստանում, ցուցակ եք կազմում, փաստաթղթերը ինչ-որ բաներ եք ման գալիս փաստաթղթերի մեջ։ Եվ այդ օրը նաև փոփոխություն կունենաք կմտնի ձեր կյանք, դա կարող է լինել տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, գլոբալ ոչ է փոփոխություն է դա ձեզ մոտ, հա, կարող ինչ-որ ձեր տան անդամների հետ է կապված եւ դա ձեր վրա էլ է ազդում, հա, ոնց որ այդ փոփոխությունը, հա, դուք եք ամենչապես զգում։ Նաև հղիություն է սա, ծննդաբերություն է, երկար ճանապարհ է, ինչ-որ մարդիկ կարող են հեռվից գալ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 7-ին։ Ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ-որ բաներ եք ընտրելու, ինչ-որ ոմանք կարող է շատ այդպես լուրջ ընտրության առջև են, ոմանք ուղղակի ինչ հագուստ կրեմ, ինչ բիժուտերիա, ինչ գույն հագնեմ այսօրը, հա, նմանատիպ ոչ պահեր, դա կարող է լինել նաև ամեն մեկը գնում է իր ճանապարհով, հա, ինչ-որ մեկի հետ ձեր ճանապարհները խաչվում են, այդպես ամեն մեկը իր կողմ է գնում։ Նաև այդ օրը հաջողություն ունեք, ինչ անեք հաջողությամբ կանցնի, յուրաքանչյուր բան, հա, ինչ որ անեք, այդպես արեցիք, դա հաջողությամբ կստացվի ձեզ մոտ։ Նաև շատ շփում կունենաք, շատ խոսակցություններ տարբեր մարդկանց հետ, նաև դա կարող է լինել լեզվակռի ոչ մեկի հետ, դա կարող է լինել բամբասանք նաև դիմացինի հետ, այդպես։ Դիմացինը բամբասի ձեր նկատմամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 7-ին։ Տեղ անցյալն է, անցյալ եք կամ հիշելու, կամ անցյալի մարդիկ են գալու, անցյալի երկերեսանի մարդիկ են միգուցե գալու, թողել էիք անցյալում, բայց նորից էլի գալիս են։ Ամենայն դեպս ինչ որ մի բան է, որ անցյալից կգա, միգուցե մարդ է, միգուցե աշխատանք է, միգուցե հիշում եք ուղակի, ինչ որ մեկի հետ նստած այդպես հիշում եք, հա, ինչ եք արել այն ժամանակ, կամ ինչ է եղել այն ժամանակ։ Նաև այդ օրը երեք երեսանի մարդիկ կան, ովքեր ձեզ կողմ ինչ որ բաներ են առաջարկում, կամ իբր ձեր կողքն են։ Եթե առաջարկում են, ապա երկար մտածեք, հա, այդ առաջարկի մասին, հասկացեք, արժի արդյոք ընդունել, չարժի, հա, այդպես։ Եվ տան հետ կապված հարցեր են, ոմանք տեղափոխվում են, ոմանք տուն կմաքրեն ու բորկա կարող են անել, տեղափոխություն, հյուրեր ընդունեն, առիթ կարող է լինել, ինչ որ կարևոր մի բան է տան հետ կապված, տուն եք փնտրում, տուն եք նայում, այդպես։ Բոլոր ընտանիքի անդամներով ի վերջո տանն եք, հա, կարող են մեկ իրար հետ հանգիստ շփվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին փետրվարի 7-ին։ Ժամանակ է սա, կամ ժամանակի մեջ կարծես թե չեք տեղավորվում։ Այստեղ եւս սա էլ կա, հա, ժամանակի մեջ կարծես թե չեք տեղավորվում։ Այնպես արեք, որ հասցնեք, այնպես արեք, որ կարողանաք, հա, ճիշտ ժամանակին լինել ճիշտ վայրում, ճիշտ դասավորեք, հա, որպեսզի կարողանաք յուրաքանչյուր բան այդ օրը հասցնել։ Դա նաև ժամեր են, կարող է փոխում եք ձեր ժամերը։ Եթե աշխատում եք, հա, կարող է այդ օրը ոնց կամ քիչ եք աշխատում, կամ շատ պետք է աշխատեք, ստիպված է ինչ-որ մի բանի համար, որ պետք է դա, հա, այդպես անեք, մնաք երկար եւ այլն։ Տեսնենք խոչընդոտները ինչի համար է այստեղ։ Խոչընդոտը կարող է լինել ճանապարհի հետ կապված, խոչընդոտը կարող է լինել գործերը առաջ մղելու հետ կապված, մի մոռացեք, որ նվազող լուսին է, նայեք ամսի 7-ին կարելի է արդյոք, հա, գործերը առաջ մղել, թե ոչ, նոր հետո փորձեք ինչ-որ մի բան անել։ Որովհետև նվազող լուսնի ժամանակ մենք ունենք շատ քիչ ժամանակ, այնտեղ 1-2 օր է, որ կարող եք ինչ-որ գործեր սկսել անել, հա, այդ էներգիան թույլ է տալիս, որ ինչ-որ գործեր սկսեք։ Եվ փոփոխություն է մտնում ձեր կյանք, փոփոխություն կարող է խոչընդոտները նաև այստեղ եթե նայենք առաջ գնալու, փոփոխություն մտցնելու, հա, ձեր կյանք միգուցե դա է։ Այստեղ ոմանց մոտ է նաև հղիություն, ծննդաբերություն կարող է լինել սա, ոմանց մոտ տեղափոխություն կամ ինչ-որ մարդ է գալիս ձեզ մոտ, հա, կարող է այդ գալն է, խոչընդոտներ հանդիսանում նաև։ Եվ դե գլոբալ փոփոխություն է սա։ Ձեր ընտանիքում ոչ մեկի մոտ փոփոխություն կլինի, հա, նաև դա ձեզ վրա կազդի այդ փոփոխությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։
Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 7-ին։ 3 երեսանի մարդիկ կան այդ օրը ձեր շրջապատում, կարող եք հանել նաև իրենց, օй, 3 երեսանի կտրուկ քայլ եւ խաբեություն։ Այստեղ պետք է ուշադիր լինեք, այն չեն ձեզ առաջարկում իրենք, որովհետեւ այստեղ իրոք կարող է ինչ-որ մի բան է, որը ձեզ համար շատ վնաս է։ Մերժելուց էլ, ընդունելուց էլ, այն ինչ որ եթե մի բան կառաջարկեն, ապա ուղղակի լավ մտածեք, նոր հետո որոշեք, որ մերժեք կամ ոչ, հա, որովհետև կարող է ձեր օգտինել է նաև դա։ Ամենայն դեպս ինչ որ կտրուկ քայլ կանեք այդ օրը, կտրուկ որոշում կամ այդ 2-3 երեսանիներին կհանեք ի վերջո ձեր կյանքից, կամ կարող եք կտրուկ նաև այդպես որոշել, որ մի քիչ խորամանկ, հա, խորամանկ քայլ անել։ Սա նաև ինչ-որ մեկին կյանքից հանելն է, հեռացնելն է։ Կտրուկ փոփոխություն ձեր կյանքում դուք եք անում դա, ոչ թե ոնց որ լցվել է արդեն, չէ։ Սա անմտածված է դա նաև կարելի ասել։ Ոնց որ այդ պահին ինչ որ որոշում եք կայացնում ու անում եք։ Նաև ուշադիր եղեք սուր կտրող գործիքներից, եթե այդպեսի տեղ եք աշխատում, չնայած տանն է, հա, եւս։ Եվ ոմանց համար սա վիրահատություն է։ Եվ ուշադիր եղեք այդ օրը խաբեբաներից, 4 կողմ այդ օրը խաբեբաներ են, 3 երեսանիներ են, այնպես որ ուշադիր եղեք։ Միգուցե դուք պետք է լինեք այդպես խորամանկ, միգուցե նաև ձեր հանդեպ են այդ օրը մարդիկ ուզում լինել ավելի խորամանկ, հա, իրենցին հասնելու համար։ Որոշ մի քարտը լավը չի, չգիտեմ որը դնեմ դիմացը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 2-ին։ Հաջողություն, յուրաքանչյուր գործերում ինչ էլ որ անեք, այդ օրը հաջողություն է ձեզ սպասվում։ Նաև եթե սպասում եք ձեր տղային, որ գա, ապա նա հաջողությամբ կգա տեղ կհասնի։ Նաև ոմանց համար սա նոր ծանոթություն է, միգուցե առիթ է այդ տղայի, հա, ընտանիքով հավաքվում եք։ Տեսնենք ով է այս տղան, ում հետ որ կարող եք այդ օրը հանդիպել կամ խոսել։ Օй, 3 երեսանի մարդ է։ Այնպես որ այստեղ պետք է ուշադիր լինեք, հա, այս տղայի հետ կապված։ Դե եթե ձեր ընտանիքի անդամ չի, չնայած ընտանիքի անդամներն էլ են այդպես լինում, բայց ամենայն դեպս, հա, պետք է ուղղակի այստեղ ուշադիր լինել, հատկապես եթե նոր ծանոթություն է ձեզ համար։ Եկող գալիս է այդպես երեսը հագած, գալիս է օրինակ ինչ որ գումար ուզելու կամ նմանատիպ ոչ մի բան։ Հենց գումար տալիս երեսը հանում է, դառնում է լրիվ ուրիշ մարդ։ Նաև այդ օրը ընտանիքի անդամների հետ կանցկացնեք, կզբաղվեք ձեր առողջությամբ, ձեր գեղեցկությամբ, ոչ ոքին չընկավ, որ պետք է գնան հարսանիք կամ ինչ որ միտեղ, դե շաբաթվա ընթացքում շատ են գնում, ես ում երևի դրա համար էլ ալարում անգնի։ Դե ծնողների հետ կանցկացնենք, հա, ծնողների մոտ կգնաք, ծնողների հետ կանցկացնեք կամ ընտանիքի անդամների հետ։ Ավելի շատ ընտանիքներ, ոմանք կցանկանան ընտանիք կազմել։ Այդ օր մի տեսակ շատ կունենաք ընտանիք կազմելու այդ պահը, որ ուզում եք լիարժեք ընտանիք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։